Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Ահազանգ Արցախի տեղեկատվական շտաբից սառեցրել են Արցախի անունով բոլոր հաշվեհամարները։ Վահագն Խաչատուրյանը մեկնում է Հունաստան, հայ համայնքը բոյկոտում է, չի մասնակցելու հանդիպումներին։ Եպիսկոպոսաց հավաքը, հակաեկեղեցական արշավի թիրախ, քաղաքական ուժերն ու առաքելական եկեղեցու թեմերը դատապարտում են։ Տնտեսական անհավասարակշռություն և սոցիալական արդարության խախտում, գյուղացին կաթը հանձնում է լիտրը 150 դրամ, խանութում այն վաճառվում է 6 անգամ ավելի թանկ։ Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ Հիշեցնեմ, Ադրբեջանի 2023-ի սեպտեմբերի 27-ին առևանգել է Ռուբեն Վարդանյանին Արցախի հակարի կամուրջը անցնելիս։ Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկության ֆինանսավորման և այլ հոդվածներով։ Իսկ Բաքվից վերադարձած Վագիվ Խաչատրյանին կրկին վիրահատել են։ Վագիվի դուստրը Վերա Խաչատրյանը գործընկերոջս հայտնել է, որ կրկին սրտի վիրահատություն է եղել։ Հիմա լավ է զգում, տեղեր է ընդունում։ 4 գերիների վերադարձը, Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների այցը, եղբայրության համատեղ մրցանակն ու հաճախակի հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները ներկայացնում են որպես խաղաղության ամենավառ դրսևորում և ապացույց։ Սակայն Բաքվից եկող հայտարարություններն ու պահանջներն այլ իրականությունից է, որտեղ խաղաղությունը տեղ չունի։ Ալիևը հայտարարում է, ստորագրություն չի դնի խաղաղության փաստաթղթի տակ, եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ Իսկ հնարավոր է արդյոք կառուցել խաղաղություն, երբ կողմերից մեկն անընդհատ պահանջում է զիջում, փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Ինչ պայմանով կամ ինչի գնով կլինի խաղաղությունը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մյունխենում կայացած այս տարվա անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանը ներկա չէր։ Հակառակ դրան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն ներկա էր, այլև աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, տեղ-տեղ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցերի հեգնական պատասխաններով։ Հայաստանից հնչած հարցին, թե Երևանի առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը դեռ Բայդենի օրոք է եղել, Ալիևը տվեց հետևյալ պատասխանը։ Ինչ վերաբերվում է ձեր այսպես ասած խաղաղության խաչմերուկին, դուք գիտեք, երբ նախագահ Տրամփը վերադարձավ իշխանության, թողարկեց թրիփը, երբ կվերադառնա նախագահ Բայդենը, նա էլ կվերաթողարկի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ադրբեջանագետ Արմենե Ադիբեկյանը հասկանալի է համարում Ալիևի ծաղրանքը։ Որովհետև նա այն ժամանակ էլ էր ասում, որ ոչ մի խաղաղության խաչմերուկի մասին խոսք չի կարող գնալ, այնպես էլ շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ Փաշինյանը իրան աշխարհի ամենախելոքի տեղն էր դել, ինքը ընդհանրապես անունը փոխեց, ասեց՝ լավ, եկեք ասենք ոչ թե Զանգեզուրի միջանցք, անունը դնենք խաղաղության խաչմերուկ, փորձելով մեզ մատուցել, որ եթե անվանումը փոխում ես, էությունը ինչ որ մի բանով փոխվում է։ Խաղաղության քողի տակ Ադրբեջանը շարունակում է պատերազմը, նշում է ադրբեջանագետը։ Ադրբեջանի համար խաղաղությունը դա ոչ թե ինչ-որ վերջնակետ է կամ նպատակ է, այլ եւս մեկ փուլ է պատերազմը շարունակել, բայց առանց արյան, կոպիտ ասած, առանց պայթյունների։ Մարդիկ նպատակադրվել են ոչնչացնել, զավթել Հայաստանը, վերածել այն արևմտյան Ադրբեջան։ Դրանք այդ ուղղությամբ շարժվում են։ Իսկ թե երբ կստորագրվի եւ ուշ կստանա խաղաղության պայմանագիրը, Ալիևն ունի կոնկրետ պայմաններ, որոնց մասին խոսել է հերթական անգամ։ Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այժմ խոսույթը դարձել է պայման։ Իշխանությունը հայտարարում է, որ գրեթե պատրաստ է նոր սահմանադրության տեքստը, եւ այն, ինչն առաջինը պետք է փոխվի, պարզ է։ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սակայն քաղաքագետը նշում է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր 2021 թվականի ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ սահմանադրության նախաբանը հանդիսանում է սահմանադրության անփոփոխելի դրույթ։ Այսինքն, տվյալ դեպքում Հայաստանի սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության։
Իսկ ադրբեջանագետ Արմինե Ադիպեկյանը կարծում է, որ սահմանադրության փոփոխությունը մեզ համար կնշանակի անկախությունից հրաժարում, սակայն Ալիևը նման հայտարարություններով պարզապես փորձում է հետաձգել պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը կարող է անգամ հրաժարվել իր սահմանադրությունից, կոպիտ եմ ասում։ Մեկը Ադրբեջանը խաղաղ պայմանագիր չի ստորագրելու, որտեղ Ադրբեջանին խաղաղ պայմանագիր պետք չէ։ Դա ընդհանրապես եւս մեկ պայման է, որ հետաձգի այդ պահը, որտեղ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո դա սահմանափակելու է Ադրբեջանի մանևրների դաշտը։ Խաղաղության օրակարգը նորից փուլ է գալիս Ալիևի հայտարարություններից հետո, նշում են փորձագետները։ Ադրբեջանի նախագահի պահանջները աստիճանաբար ավելանում են, եւ մինչ արտաբերում է խաղաղություն բառը, մրցանակ ստանում Փաշինյանի հետ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներումը բացառված է մնում նրա համար։ Անահիտ Սարգսյան, Նորնա Գևորգյան, ABC Media։ Արցախի տեղեկատվական շտաբը ահազանգ է հնչեցնում 2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, իսկ այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22,000 աշխատողների աշխատավարձը, վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները։ Խնդիրը բազմիցս ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Ստորագրահավաք, աջակցություն Հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառի։ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հավատավորներ եկեղեցուն աջակցող հանրագրով իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել եւ պառակտել Հայ առաքելական եկեղեցին։ Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել առաքելական եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները եւ ժողովրդավարության հիմքերը։ Եկեղեցու դեմ արշավի գույներն ավելի խտացան, երբ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելը թույլ չտալու մասին հայտարարությունից ընդամենը 1 օր անց դատախազությունը քրեական գործ հարուցեց վեհափառ Հայրապետի դեմ եւ արգելեց նրան լքել երկիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածի համար։ Երեկ էլ մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը առանց կաթողիկոսի։ Հավիտենաբար Մայրաթորը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Կաթողիկոսությունն ու Մայրաթորի գանձերը Հայաստանից տանելու մասին Փաշինյանի մեղադրանքներին Նաթան Սրբազանն այսպես է պատասխանել։ Վստահեցրել է՝ հայ հոգևորականներն ու մանավանդ ամենայն հայոց կաթողիկոսը հայրենիքը երբեք չեն լքի։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իբր օպերատիվ տեղեկություններ ունի, թե եպիսկոպոսների ժողովը այլ երկրում իրականացնելու նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու այն Հայաստանի դեմ գործածելն է։ Այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը։ Արդեն այսօր պիտի կայանար Ավստրիայում հրավիրված ժողովը, որից ընդամենը 2 օր առաջ դատախազությունն արգելեց վեհափառի ելքը հանրապետությունից, նույն վարույթով, որով օրեր առաջ ժողովին մասնակից բարձրաստիճան 6 հոգևորականների համար էր նման որոշում կայացրել քննչական կոմիտեն։ Նրանք ուզում են այդ եպիսկոպոսաց ժողովը ցրեն, որպեսզի ինչպես որ եկեղեցու կանոնադրությամբ է ընդունված կամ օրենքով է ընդունված, որ որոշեց եպիսկոպոսաց ժողովը կամ ինչ որ որոշեց առհասարակ եկեղեցական ժողովը, այդպես էլ եկեղեցու դիրքորոշումն է կազմվում եւ եկեղեցին լինելով, ինչպես ասեցի, ինքնիշխան պետություն, նույն իրավունքներ ունեցող, ինքը
այդ իրավունքներով է շարժվում եւ ինչ որոշում որ կայացրեց իր եկեղեցու մեջ թեմայի կալառաշվորդ կհեռացնի, կարկալուց կանի կամ կփոխի կամ կտեղափոխի, դա արդեն եկեղեցի իրավունքն է։ Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է եպիսկոպոսատ ժողովի կարգավիճակը։ Առանց վեհափարի տեղի կունենա եպիսկոպոսած հավաք, որի լիազորությունները նույնպես փոխվում են։ Հավաք եթե լինում է հավաքնել, պիտի ինչ-որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում։ Հոգևորականներն անհեթեթություն են որակում Փաշինյանի մեղադրանքները, պնդում են եպիսկոպոսատ ժողովում հնարավոր որոշումներն են ուզում կանխել։ Ինչ կքննարկեն եպիսկոպոսներն ու ինչպիսի որոշումներ կկայացնեն, օրակարգը Մայրաթորը չի հստակեցնում, միայն հայտարարել են, քննարկելու են եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյանը, ABC Media։ Հայ ազգային կոնգրեսն է հայտարարություն տարածել, շեշտելով Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն։ Կուսակցությունը շեշտել է Փաշինյանն իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը եւ իրավապահ մարմինները, խարխլում է հայոց պետականության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին։ Հայ ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ դատապարտում սանձազերծված ապօրինություններն ու վեհափար հայրապետի, մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։ Արգենտինայի հայկական կազմակերպություններն են դատապարտող հայտարարություն տարածել, նշելով, որ կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Հայտարարությունում ասվում է, որ դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելավոճով։ Եկեղեցին եւ պետությունը տարբեր մարմիններ են եւ այդպես էլ պետք է շարունակեն գործել փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության մթնոլորտում, ասված է հայտարարությունում։ Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ հրատապ կոչ են կանում Հայաստանի իշխանությանը լիարժեք հարգել հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը եւ ներքին կառավարումը, երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների եւ կուսակցությունների իրավունքները առանց խտրականության եւ հալածանքի, պահպանել դատական համակարգի անկախությունը եւ քաղաքական բազմակարծությունը որպես ժողովրդավարության հիմք, վերականգնել հարգանքը եւ գործակցությունը հայկական սփյուռքի հետ, ընդունելով նրա պատմական դերը եւ անգնահատելի ավանդը ազգի համար։ Ջավախքից մի խումբ գործիչներ նույնպես հայտարարություն են տարածել հաջակցություն հայ առաքելական եկեղեցու եւ վեհափար հայրապետի։ Կոչ են արել համապատասխան մարմիններին դադարեցնել վեհափար հայրապետի եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումները, ապահովել օրենքի եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կանխել եկեղեցական կառույցների գործունեությանը միջամտելու վտանգավոր ընթացքը։ Հոիդա Հունաստանի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել եւ անդրադարձել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօր փետրվարի 17-ին պետական այցով Հունաստան կատարելիք այցին։ Ըստ կոմիտեի հայտարարության Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խոր մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի Հանրապետության նախագահը որպես սահմանադրության երաշխավոր պարտավոր է պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ ապահովել քաղաքական առողջ մթնոլորտը։ Հայտարարել է Հոիդա Հունաստանի կենտրոնական կոմիտեն ու շեշտել, որ չի մասնակցելու միջոցառումներին ու հանդիպումներին։ Ներկա իշխանության վարքագիծը պատճառ է դառնում ազգային արժեքների նսեմացման, Ադրբեջանի նկրտումների դիմաց իջողական ընթացքի եւ քաղաքական օրակարգից Արցախի հիմնահարցի ամբողջական դուրս մղման։ Շարունակվող քաղաքական ճնշումները ընդդիմադիր անձանց եւ հասարակական գործիչների նկատմամբ, հիմնարար իրավունքների սահմանափակումները եւ հասարակական պառակտման խորացումը վտանգում են երկրի ժողովրդավարական հիմքերը։ Դժբախտաբար նախագահի ներկա կեցվածքն ամբողջությամբ համընկնում է գործող իշխանության քաղաքական ուղեգծին, զուրկ հավասարակշռությունից եւ համերաշխությունից։ Այս պայմանում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահի հետ նախատեսվող հանդիպումներին եւ միջոցառումներին։
Զուգահեռ օրեցօր ավելանում են նաև սոցիալական խնդիրները։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Մհեր Մելքոնյանի խոսքով Շիրակի մարզում 1 լիտր կաթը գյուղացիներից գնում են 150-ից 160 դրամով, իսկ խանութում վաճառում են մինչև 900 դրամ, այսինքն մոտ 6 անգամ ավելի թանկ։ Ըստ նրա, այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն, սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան եւ հարվածում է արտադրողին ու սպառողին։ Դա այլևս տնտեսական մանր խնդիր չէ, այլ պետական քաղաքականության արդյունավետության դրսևորում։ Շիրակի գյուղերում անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհեռանկար գործունեություն։ Գյուղացին աշխատում է գրեթե առանց շահույթի, ինչի պատճառով շատերը մտածում են անասունների գլխաքանակը կրճատելու կամ անասնապահությամբ առհասարակ չզբաղվելու մասին։ Գյուղացու աշխատանքը չի կարելի գնահատել 150 դրամ։ Դա ոչ միայն տնտեսական անհավասարակշռություն է, այլ սոցիալական արդարության խախտում։ Այս ֆոնին էլ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը ներկայացնում է նախաձեռնության Հայաստանի տնտեսական զարգացման 7 առանցքային ուղղությունները։ Դավիթ Անանյանի խոսքով Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անուղղակիորեն կմասնակցի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երեքշաբթի Ժնևում կայանալիք բանակցությանը, գրել է Reuters գործակալությունը։ Համաձայնության հասնելու հեռանկարների մասին հարցին Թրամփն ասել է, որ Իրանը վաղուց է փորձում բանակցություններում կոշտ դիրքորոշում ընդունել, բայց այդ մոտեցման հետևանքներին ծանոթացել է անցյալ ամռանը, երբ Միացյալ Նահանգները ռմբակոծել է իրանական միջուկային օբյեկտները։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից։ Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է փետրվարի 16-ին։ Փետրվարի 4-ին էլ Իվանովը հրաժարական էր տվել նաև շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2016-ից։ Իսրայելը նախատեսում է Համասին 60 օր տրամադրել զինաթափման համար։ Հակառակ դեպքում իսրայելական բանակը կվերսկսի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավագ խորհրդականը։ Պաշտոնյայի խոսքով ժամկետը կարող է սկսվել պտտվել Խաղաղության խորհրդի գագաթնաժողովից սկսած, որը տեղի կունենա փետրվարի 19-ին։ Թել Ավիվը պնդում է, որ պաղեստինյան խմբավորումը պետք է հրաժարվի բոլոր զինատեսակներից, այդ թվում AK-47 ինքնաձիգներից։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Երեքշաբթի Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ Թեհրանը եւ Վաշինգտոնը կարող են քննարկել Միացյալ Նահանգներին Իրանի բնական պաշարներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, որպես տնտեսական խթան Միացյալ Նահանգների հարձակումը կանխելու համար։ CNN-ի աղբյուրների համաձայն միջուկային համաձայնագրի վերաբերյալ կարող են կնքվել գործարքներ, որոնք քննարկվել են անցյալ տարի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում, այդ թվում Միացյալ Նահանգներին Իրանի նավթի, գազի եւ հազվագյուտանքանյութերի պաշարների զարգացմանը արտոնյալ հասանելիություն տրամադրելը։ Դոնալդ Թրամփը կարևոր է անվանել երեքշաբթի օրը Ժնևում մեկնարկող Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ուզում ենք, որ նրանք գան, ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։ Ռամզան Կադիրովն է հայտարարություն արել։ Նա ասել է, որ ցանկանում է վերընտրվել Չեչնիայի ղեկավարի պաշտոնում, բայց սպասում է Վլադիմիր Պուտինի աջակցությանը։ Տելեգրամի իր ալիքում Կադիրովը գրել է. «Ես կհամաձայնեմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե մեր ազգային առաջնորդը աջակցի դրան»։ Չինաստանը մեծ երկիր է, այն ունի 1 միլիարդից ավելի բնակչություն, աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը, ինչպես նաև միջուկային զենք, ասել է Մարկո Ռուբիոն։ Անդրադառնալով Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերություններին, Ռուբիոն նշել է, խելահեղություն կլինի, որ երկու երկրները չունենան հարաբերություններ։
Միացյալ Նահանգները Հնդկական օվկիանոսում կալանել է Վերոնիկա 3 նավը, որը Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների տակ է հայտնվել իրանական նավթ տեղափոխելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների զինվորականները Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս հետևել են նավին։ Նավը փորձել է շրջանցել նախագահ Թրամփի կողմից սահմանված կարանտինը, ասված է հայտարարության մեջ։ Վերոնիկա 3 նավթատարը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։ Ֆրանսիայի 3 նահանգում հայտարարվել է ջրհեղեղի կարմիր մակարդակ։ Դրանց թվում են Մենելուարը, Ժիրոնդը եւ Լոտե-Գարոնը։ Փարիզում Սենագետի մակարդակը անձրևների հետևանքով եւս բարձրացել է։ Սրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում Լուվրից ոչ հեռու, փակվել են։ Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր։ Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են, 150 մարդ տարհանվել է։ Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել Փոթաքեթում, հենց այն պահին, երբ սառցադաշտում պետք է մեկնարկեր ավագ դպրոցների թիմերի միջև խաղը։ Որոշ տեղեկությունների համաձայն տեղացի տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել 3 երեխաների, ապա ինքնասպան եղել։ Կրակողի դուստրը ավելի ուշ լրագրողներին ասել է, որ իր հայրը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Կոպովա եւ Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։ Ազատ ծրագրում նրանք հանդես են եկել Միլիարդատերը հետնախորշից ֆիլմի երաժշտության ներքո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։